Մեկ ամսից ավել է, ինչ շինծուքերական հոդվածով կալանավորված են Իմնեմնի մի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նահակ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, եւ ընդ որում նրանք կալանավորված են այն անձնավորության հաղորդման հիման վրա, ով հանդիսանալով ազգային ժողովի նախագահ, թքել էր քաղաքացու վրա մայրաքաղաքի կենտրոնում, եւ մենք ֆիքսում ենք առհասարակ, որ վերջին շրջանում գործող վարչախումբը շարունակաբար հետապնդումներ է իրականացնում իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, նաև հետապնդումներ է իրականացնում, ավելի շուտ սաստկացնում հետապնդումները հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, եւ այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ վերլուծաբան Կարեն Վրդանեսյանի հետ, Բարսվան Վրդանեսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տեսեք, ես նշեցի, որ քաղաքական բանտարկյալներ Նահակ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են շինծուքերական հոդվածով, ըստ էության վարչախմբի կողմից փորձ է արվում առհասարակ բռնաճնշումների ենթարկել Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը եւ ազատ կամ արտահայտությունը, ինչ կասեք այս մասով։ Տեսեք, նախ մի անգամ էլ շատ եմ այս մասին խոսում, բայց մի անգամ էլ շեշտեմ, ինչա քաղբանտարկյալը, հա։ Շատերին թվում է, թե քաղբանտարկյալը դա այն մարդն է, ում հետապնդում են քաղաքականությամբ զբաղվելու համար, այսինքն այնպես է ստացվում, դե սենց են ասում էլի, դե հա քաղաքականությամբ էր զբաղվում, դրա համար քաղբանտարկյալ է, իսկ ու դա մանիպուլյացիա, որը նաև իշխանություններն են հաճախ կիրառում, ասում են դե էս ինչին քրեական հոդվածով ենք բան արել, այլ ոչ թե այսպես ասած քաղաքական, բայց քաղաքական հոդվածները Հայաստանում չկան, հա, որտեղ Հայաստանը ենթադրաբար ժողովրդավար երկիր է, ենթադրաբար չպետք է լինի քաղաքականության համար հետապնդումներ։ Ավելին ասեմ, քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը դա մարդու իրավունքներից է հիմնարար եւ նույնիսկ առանձին կոնվենցիա կա ՄԱԿ-ի, որին նաեւ միացել է Հայաստանը, Հայաստանի ստորագրությունը կա դրա տակ, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների։ Բայց ընդհանրապես այս իշխանությունը հիմա գիծ է տանում, որ քաղաքականությամբ զբաղվել չի կարելի։ Միայն իրանք ունեն իրավունք, այլ ճիշտ միայն Նիկոլ Փաշինյանը ունի իրավունք որոշելու, թե ով պետք է զբաղվի քաղաքականությամբ, ով չպետք է զբաղվի քաղաքականությամբ, հա։ Ու դա ակնհայտ է, որովհետև իրանց բանը էսա, հա, նախկինները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, չգիտեմ, հոգևորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Երբ որ ինչ-որ մի կին է քաղաքական, որպես քաղաքական գործիչ, հա, ելույթ ունենում, անպայման թիրախավորում են հենց թե ֆեյքերով, թե երբեմն հենց ուղիղ, հա, հենց իր կին լինելը, հա, ընդհանուր բանն է, որ կին ես քո ինչ խելքի բանն է քաղաքականությամբ զբաղվել։ Այսինքն, որ նայենք, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանից բացի ոչ ոք իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել, հա, ու իր այդ հնազանդ ստրուկներից։ Իրականում քաղբանտարկյալի ձևակերպումը, սահմանումը այդպես չի, կա քաղբանտարկյալի ընդունված սահմանում, Եվրոպայի խորհրդանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի ԵԽԽՎ-ի 1900 բանաձև կա, եւ այդ բանաձևով 5 կետ են դնում, հա, ըստ էության օրինակ քրեական հետապնդումը, եթե քաղաքական մոտիվներով է արվում, դա ավտոմատ այդ մարդը դառնում է քաղբանտարկյալ։ Նույնիսկ մարդը կարող է իսկապես հանցագործություն գործած լինել, բայց եթե օրինակ իրան հետապնդում են ավելի խիստ, ավելի մեծ պատիժներ են իրան տալիս, ելնելով քաղաքական ինչ-որ նկատառումներից, քաղաքական շահերից, նպատակներից, ապա դա այդ մարդն էլ է դառնում քաղբանտարկյալ, հա։ Հիմա տեսեք, իշխանությունը կարող է ասի, հա, չգիտեմ, այս ինչը ապօրինի զենք ուներ, ենթադրենք, բայց մեկին այդ ապօրինի զենք ունենալու համար ուղղակի չհեռանալու ստորագրության բաց են թողում, մինչև դատը,
վերջում էլ ասենք, չգիտեմ, պայմանական մի տարի են տալիս, իսկ քաղաքական նկատառումներից ելնելով կարող են այդ նույն մարդուն, ասենք, ամիսներով կալանքի տակ պահել ու վերջում էլ իսկական իրապես ազատազրկել, հա։ Նարեկի ու Վազգենի դեպքը մի քիչ այլ է այն բանով, որ այստեղ որևէ հանցանք չկա, ըստ էության իրենք փորձում են ապաքրեականացված հոդված այդ ծանր վիրավորանքի հոդվածը, որը իրենք շատ տենց շտապ ընդունեցին, հետո արտաքին ճնշման տակ հրաժարվեցին, հիմա փորձում են այդ հոդվածի դրույթները իրականացնեն օգտագործելով այլ հոդվածներ, ինչը ակնհայտորեն ապօրինի է, այսինքն մաքսիմումը, որ իրանք կարող էին անեին, եթե վիրավորվել են Վազգենի խոսքերից, դա այն է, որ քաղաքացիական հայցով գնային դատարան, ընդ չգիտեմ, զրպարտություն, վիրավորանք եւ այլ թեմայով, բայց իրանք շատ լավ գիտեն, որ դա էլ է խնդրահարույց իրանց համար, հա, ըստ էության այդ խոսքը ամեն անգամ նորից հնչելու է, հա, այդ նույն դատական գործընթացների ժամանակ եւ դա շատ լավ հասկանալով իրենք ուղղակի ծռում ճկում են օրենքը ոնց իրանց պետք է եւ գնում են այդ գործողության։ Հիշենք նաեւ անցյալ դեպքը։ Անցյալ անգամ երբ Նարեկին ու Վազգենին բռնել էին, ըստ էության իրանց արդարացրին, չէ՞, հաջորդիվ։ Այսինքն այդ մարդիկ անիմաստ տեղը գտնվել են կալանքի տակ ամիսներ։ Սա այն է, ինչի մասին շատ են հիմա խոսում իրավապաշտպանները, ընդհանրապես հետաքրքրվող մարդիկ, որ Հայաստանում վաղուց արդեն կալանքը օգտագործում է ոչ թե խափանման միջոց, այսինքն որպեսզի քննությանը չխանգարեն, քննիչների աշխատանքին չխանգարի, հա, ինչ-որ հանցագործ, այլ իրականում օգտագործում են որպես պատժամիջոց։ Լինի դա Նարեկի ու Վազգենի դեպքում, լինի դա, չգիտեմ, Լիդիա Մանթաշյանի ու ընդհանրապես Սրբազան պայքար շարժման բոլոր անդամների դեպքում, որտեղ մենք տեսանք, որ այնինչ իրենց որպես մեղադրանք է ներկայացվում, իրականում դա ուղղակի սարքած էր, հա, վերցրել էին խոսակցությունները, կտրել են, երբեմն նույնիսկ տարբեր օրերին, տարբեր ժամերին եղած խոսակցություններից կտորների ինչ որ կտրել, մոնտաժել էին իրար հետ, որպեսզի տպավորություն ստեղծի, որ այդ մարդիկ ահաբեկչություն էին պատրաստում։ Իդեպ այդ ահաբեկչության մեղադրանքն էլ է շատ հետաքրքիր բան, ըստ էության, քանի որ ահաբեկչությունը նախ նույն քաղբանտարկյալի այդ սահմանման մեջ նշված է, որ եթե մարդը մեղադրվում է ահաբեկչության համար, ապա ինքը չի կարող լինել քաղբանտարկյալ։ Այսինքն իրանք լավ մտածել են այդ պահը։ Հա, նույն Սրբազան շարժման կամ դաշնակցության, հա, որոշ անդամների, որ ձերբակալել են տենց ահաբեկչական մեղադրանքներով ու էլի տենց գործեր կան։ Այդ դրանով իրենք ոնց որ կանխարգելում են, որպեսզի այս մարդկանց գործերը դիտարկվեն որպես քաղբանտարկյալների գործեր։ Հիմա այն դեպքում, երբ որ մարդիկ ընդհանրապես որևէ հանցանք չեն գործել ու մաքուր քաղաքական դրդապատճառներից ելնելով է իրանց հետապնդումը, այդ դեպքում նույնիսկ ավելի խիստ տերմին կա, որը Հայաստանում այդքան էլ տարածված չի, կոչվում է խղճի բանտարկյալ։ Ըստ էության Նարեկն ու Վազգենը խղճի բանտարկյալներ են։ Նաև։ Հա։ Մեծ հաշվով ասեն խղճի բանտարկյալ են ընդհանրապես սրբազանները բոլոր, հա, ձերբակալված, ակնհայտ է դա։ Եվ այլն, այսպես կարող են գնալ։ Հիմա ինչ վերաբերվում է այդ ահաբեկչությունը ամեն անգամ, որ շատ շինծ ու ձևով բերում կպցնում են, հա, ինչ որ տարբեր գործերի, հետո մարդկանց ամիսներով կամ տարիներով պահում են կալանքի տակ, հետո խափանման միջոց են փոխում, բայց տարիներով գործերը շարունակվում են, ձգձգվում են, այսինքն մարդկանց 5-6 տարով կարող են ընդհանրապես դուրս թողել, հա, նորմալ կյանքից շարքից անել։ Դա նաև եվրոպացիների մոտ ցույց տալու համար է, թե այ տեսեք, Ռուսաստանը մեր դեմ հիբրիդ պատերազմ է վարում, դրա համար դուք պետք է աչք փակեք
իշխանությունների կողմից, հա, ապօրինի գործողությունների վրա ըստ էության բռնապետական այդ զինանոցի կամ գործիքակազմի վրա, որը հիմա Նիկոլ Փաշինյանը կիրառում է։ Շատ լավ, դուք նշեցիք եվրոպացիների գործոնը եւ նաեւ իշխանությունների կողմից, այսպես ասած, արդարացումները, հենց այդ թեմայով կցանկանայի շարունակենք խոսել։ Տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի իշխանություններին հատկացվում է 15 միլիոն եվրոյի չափով գումար, այսպես ասած հիբրիդային հարձակումները կանխելու նախընտրական շրջափուլում եւ նաեւ տեղեկություն տարածվեց, որ ԵՄ հանձնակատար Կայա Կալասը հայտարարեց, որ Հայաստանը իրենց դիմել է, որպեսզի իրենք օգնեն, այսպես ասած հիբրիդային հարձակումները կասեցնելու համար։ Լավ, ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ, որտեղ մենք տեսնում ենք, որ գործող իշխանությունները, ինչպես դուք նշեցիք, շարունակաբար օգտագործում են այդ տերմինը, խոսելով Հայաստանի ընդդիմության եւ ընդդիմության քայլերի մասին, եւ որն է այստեղ եվրոպացիների շահը։ Նախ ասեմ, երբ որ մենք խոսում ենք հիբրիդային պատերազմ, հա, այդ անդադ շահարկվում է այդ եզրը, ասեմ, որ նույնիսկ արևմուտքում չկա միասնական մոտեցում։ Այսինքն շատ տարբեր սահմանումներ կան։ Օրինակ, ամերիկյան սահմանումն այն է, որ դա շատ տարբեր դերակատարների միասնական գործողություններն են պատերազմ եւ ոչ պատերազմական եւ պատերազմական իրավիճակներում, ինչ որ ընդհանուր նպատակի հասնելու համար, ընդ որում թվարկվում է, հա, կանոնավոր բանակ կարող է լինի, կարող են լինեն ինչ որ պարտիզանական ուժեր, կարող են այդտեղ լինել նաեւ հանցագործ խմբավորումներ, կարող են լինեն ահաբեկչական խմբավորումներ, այ երբ որ ասենք պատերազմում մի կողմը օգտագործում է այդ ամբողջ գործիքակազմը, բոլոր այդ ուժերին ու ոնց որ պատերազմը մղվում է ոչ միայն ռազմի դաշտում, այլ չգիտեմ տեղեկատվական դաշտում, կիբերտիրույթում եւ այլն, դե քարոզչական էլ է էլի տեղեկատվականի այդ ընդհանուր մի կոմպոնենտ, մի խոսքով, երբ որ այդ տնտեսական դաշտում, իրավական դաշտում, հա, միջազգային իրավունքի դաշտում եւ այլն, այդ անվանում են հիբրիդ պատերազմ։ Եվրոպացիների մոտ մի քիչ այլ է, այդ ամեն ինչը ասում են բոլոր ըստ էության իրանց սահմանումը սենց է, բոլոր գործողությունները, որոնք իրենք դիտարկում են որպես անցանկալի, որը խոցելի տեղերն է գտնում թիրախում գտնվող հասարակության մեջ, ասենք հասարակության տարբեր շերտերին է ուղղված, հա, իրանց գործողությունները, բայց չի հասնում ռազմականի, այսինքն նույն, այսպես ասենք, օրինակ ամերիկացիների ու բրիտանացիների մոտ մեծ հաշվով խոսքը իրական պատերազմի մասին է, ու եթե այդ տեսակետով ենք նայում, այդ հիբրիդ պատերազմը ընդհանրապես որևէ նոր բան չկա, անհիշելի ժամանակներից որևէ պատերազմ միայն ռազմի դաշտում չի եղել, հա, միշտ էլ ուղղորդվել է քարոզչական գործողություններով, միշտ էլ ուղղորդվել է օրինակ թշնամու մատակարարումը կասեցնելու ինչ որ գործողություններով եւ այլն, բլոկադաներով, շրջափակումներով, հա, այսինքն այդ տեսակետից հիբրիդ պատերազմը ընդհանրապես ուղղակի նոր բառ է, այսպես ասեմ, ժամանակին մոդայիկ էր շատ հոգեբանական պատերազմ եզրը ու բոլորը ասում էին այ մեր դեմ հոգեբանական պատերազմ են վարում, հետո տեղեկատվական պատերազմներ ու մի պահ ԵՊՀ-ում ամեն երրորդ դիպլոմը գրվում էր տեղեկատվական պատերազմի թեմայով, բայց հիմա էլ մի հատ նոր տերմին են բերել, բայց եվրոպական ձևակերպմամբ ըստ էության ստացվում է սենց էլի, որ ինչը մեր դուրը չի գալի հիբրիդային պատերազմը։ Հիմա քանի որ Նիկոլենք էլ շատ լավ կարողանում են զգան, հա, այդ նյութը ունեն, այդ հոտառությունը ունեն, շատ լավ կարողանում են զգան, թե եվրոպացիներին ոնց փաթեթավորեն, ու վստահ եմ Եվրոպայից էլ են իրենց օգնում այդ փաթեթավորումների հարցում, իրենք օրինակ նույն քրեական գործերը, հա, այս քաղաքական գործերը, որ հարուցում են իշխանության ընդդիմության դեմ, իշխանության հակառակորդների, այսինքն ընդդիմության դեմ ու ընդհանրապես ազգային ուժերի դեմ,
Իրանք այդ ամեն ինչը փաթեթավորում են այնպես, որ եվրոպացիներին մատուցեն որպես Ռուսաստանի մղած հիբրիդային պատերազմի մի մաս։ Ու դրա դիմաց ստանան թույլտվություն ապօրինի քայլերի դիմեն, զանգվածային իրավունքների զանգվածային ոտնահարում եւ դեպա պատերազմ ախպեր, հիբրիդ պատերազմ, բա ինչ անենք, ասենց սիրուն իբր եվրոպացիները ձևացնում են թե հավատում են ու չեն տեսնում ապօրինությունները, սրանք էլ գնալով ավելի են առթավորվում ու ոգևորվում։ Իրականում Հայաստանը դարձել է հենց այս իշխանությունների թեթև ճակերտավոր ձեռքով դարձել է ոչ թե մեկ, այլ տարբեր հակամարտությունների թաթերաբեմ եւ այդ բոլոր հակամարտությունները հիբրիդային այդ կոմպոնենտը ունեն բաղադրիչը։ Ասենք հաշվենք Արևմուտք Ռուսաստան, հա, այդ հիբրիդային գործողություններ։ Այսինքն մենք մարտադաշտերից մեկն ենք եւ պարզա չէ որ եթե նույն Եվրոպան ամեն կերպ, ասենք 30 տարի է խառնվում Հայաստանում ընտրություններին տարբեր ձևերով, թե բուն ընտրություններին, թե մինչև ընտրություններ, հա, ինչ որ կազմակերպություններ են ֆինանսավորում, աճացնում եւ այլն, որոնք հետո գործում են իբր մարդու իրավունքների, իբր միջազգային իրավունքի ինչ որ տեսակետից, բայց որ նայում եք շատ տենց ուղղորդված, շատ միակողմանի են այդ կազմակերպություններից շատ-շատերը, հա, այդ այն է, ինչ մինչև 2018 թվական անվանում էին քաղաքացիական հասարակություն, ինչպես մենք տեսանք, այդ քաղաքացիական հասարակության կարելի ասել ամենաագրեսիվ մասը իրականում ոչ թե քաղաքացիական հասարակություն էին, այլ օտար շահերը սպասարկող ինչ որ գործակալական ցանցեր։ Փաստ եմ ասում էլի, ես ինչ որ վիրավորական կոնտեքստում չեմ ասում։ Իհարկե կային եւ իրական քաղաքահասարակություն, որը ցույց տվեցին, որ 18 թվականից հետո իրենց վերաբերմունքը, այսպես ասած, նույն մարդու իրավունքների չի փոխվել իշխանափոխությունից կախված։ Մի խոսքով, ու հիմա Հայաստանում ինչ է ընթանում։ Մի հատ կա Ռուսաստան արևմուտք հակամարտություն, որում այդ հիբրիդային կոմպոնենտը մեծ տեղ է զբաղեցնում, հա։ Մի հատ ունենք առանձին Ռուսաստան-Թուրքիա հակամարտություն, որովհետև Թուրքիային թեպետ հաճախ եւ իր ճիշտ դիտարկում ենք արևմտյան ոնց որ շահերի կոնտեքստում, բայց Թուրքիան նաեւ իր առանձին շահերը ունի, որոնք հաճախ նաեւ արևմուտքին հակասում են, այսինքն Թուրքիան իր խաղն է տանում։ Այդ երկու բան, ասենք Ռուսաստան արևմուտք, Ռուսաստան Թուրքիա, ունենք Իրան-Թուրքիա հակամարտություն, ունենք Իրան արևմուտք հակամարտություն, այո, ունենք Իրան-Իսրայել հակամարտություն, որտեղ էլի Իսրայելը իր խաղն է տանում եւ որոշ չափով դա նաեւ Հայաստանով էլ է անցնում, նաեւ այդ հիբրիդային հա սպառնալիքների բանը, եթե դիտարկում ենք։ Բացի դրանից կա ուղիղ հակամարտություն Հայաստան-Ադրբեջան, որը էլի մաքրամաքուր, եթե այդ հիբրիդայինի ամերիկյան սահմանման բենք առաջնորդում հիբրիդային պատերազմա, հա, հիմա հարց Հայաստանի իշխանությունները, այս անգամ էլ ես հարց տամ էլի ներողություն, Հայաստանի իշխանությունները այս հիբրիդային պատերազմներում ում կողմից են խաղում, ում դեմ են խաղում։ Խնդալու է, չէ՞ ասածս, բայց հիմա որ գործողություններով, հա, հաստատ ոչ մեր կողմից։ Ու ստացվում է, որ իրանք այդքան անդադ մեղադրում են հիբրիդային պատերազմա մղվում եւ այլն, բայց հենց իրանք են Հայաստանի դեմ, Հայաստանի քաղաքացիների, ընդհանրապես հայ ազգի դեմ մղվող հիբրիդային պատերազմի մի մաս։ Եվ դա օրինակ շատ լավ երևում է հենց թեկուս եկեղեցու վրա հարձակումներով, դա շատ լավ երևում է ոչ միայն Արցախը հանձնելով, այդ աղետով, որը իրենց ձեռքով ստեղծվեց այդ աղետը, այլ նաև հետո այս իշխանությունների ոչ այնքան ակնհայտ, բայց արցախցիների դեմ ուղված այդ ատելության քարոզարշավի իրականացմամբ։ Անդրադառնանք հենց եկեղեցու թեմային, դեկտեմբերի 18-ին փորձ արվեց ասպատակել մայրաթոռը, դա բախտաբար գոնե այս փուլում չհաջողվեց, հետագայում տեղեկություն տարածվեց, որ այ դեկտեմբերի 28-ին տարվա վերջին կիրակնօրյա պատարագի օրը Փաշինյանը անձամբ է պատրաստվում գլխավորել գրոհը, այսօր էլ
մի քանի ժամ առաջ տեղեկություն տարածվեց, որ նա այնուամենայնիվ այդ օրը գնալու է Գառնու եկեղեցում մասնակցի պատարագի։ Հիմա այս փուլում, երբ որ ունենք 4 կալանավորված սրբազան, եւ Փաշինյանը փորձ է անում, հա, տարբեր եկեղեցիներ գնալ եւ այդ սրբապղծությունը, հա, իրականացնել, ինչ իրավիճակում ենք մենք գտնվում։ Մի կարևոր բան ասեմ, ինքը ոչ միայն տենց սրբապղծություն է անում, դա դեռ հələ մի կողմ դնենք, հա, ինքը ըստ էության զավթել է արդեն մեկ եկեղեցի, հա, Մայրաթոր այսօր չի տնօրինում Հովանավանքը, որը Մայրաթորի սեփականությունն է, այսինքն նաև գույք է խլել եկեղեցուց, եւ նա այս իր քայլերը նաև անում է այն բանի համար, որ մարդկանց համար արդեն սովորական դառնա, որ դե եկեղեցիները կարող են խլել, սա մի բան, հա, իդեպ նշեմ, այս մի քանի օրն էլ օրինագիծ են մտցրել, որով օրինակ եկեղեցուն արգելվելու է անհատույց ինչ որ հողատարածքներ տալը, հա, համայնքային հողից, պետական հողից, ինչա առաջ կար։ Կարող են եկեղեցուն տալ անհատույց սեփականության իրավունքով փոխանցել եկեղեցուն, հիմա դա փորձում են արգելել։ Երկրորդը Փաշինյանը անդադ բոլորին լարված է պահում։ Իդեպ դա հենց այդ հիբրիդ, որ հիբրիդ ասում են, հիբրիդ սպառնալիքների ձևերից մեկն է, այդ գործիքակազմից է։ Այսինքն այսօր չգնա Իջմիածին, մի ուրիշ օր ասպատակումը կանգնի, քանի որ ոնց որ եկեղեցու աջակիցները իրանք ավելի շատ տենց հախուռն անկազմակերպ, ավելի շատ էմոցիոնալ գործողություններով են անում, հուզական, բայց կարող է լինել մի պահ, որ մարդիկ ուղղակի շատ օբյեկտիվ պատճառներով օրինակ չկարողանան գնալ հասնել։ Դա կարող է օրինակ արվել հերթական ինչ-որ բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների ալիքի ժամանակ մի հատ էլ զուգահեռ մտնի, հա, ստեղ Երևանում օրինակ լինեն զանգվածային ձերբակալություններ, ինքն էլ այդ ժամանակ իր այդ շքախմբով, հա, իր այդ շրջիկ կեղծ հավատացյալների խմբով փորձի ներխուժել Էջմիածին, ու սա ստեղ շատ կարևոր է հասկանալ, նաև հոգնածնում է մարդկանց, այդ անդադ լարվածություն է ստեղծում, հետո մի անգամ չի լինում, երկու անգամ չի լինում, երրորդ անգամ լինում է մարդիկ արդեն լրիվ սպառված են լինում, հա, մաշված։ Սա նշանակում է, որ թեկուզ եթե ասենք ընդհանուր դիմադրությունը չնայենք այս ռեժիմին, հա, եթե ոչ այդ կոնտեքստում նայենք, այլ դիտարկենք միայն եկեղեցու պաշտպանությունը, ապա նշանակում է, որ ուզենք թե չուզենք, ի վերջո մենք պետք է անցնենք կազմակերպված, համակարգված դիմադրությամբ։ Առանձին խմբերով, ասենք ընդ որում խմբեր, որոնք անընդհատ նաև իրար են, հա, ինչ որ կծում, հարվածում, նույն դաշտում, ասենք տեղ-տեղ, ասենք էլի դառնում է պատերազմ, հա, այդ պայմաններում հնարավոր չի եկեղեցին պաշտպանել, եթե եկեղեցու վրա հարձակվողը գործում է հետևողական ձևով, գործում է համակարգված, ունի պետական ռեսուրս, ունի ոստիկանություն, ունի ԱԱԾ, որին մի հրամանով կարող է հանի, բերի իր ուզած պահին, այսինքն խնդիրը ինչ է, այդ ճակատամարտները ոնց որ ճակատամարտների տեղը, ժամանակը, պայմանները թելադրում է Նիկոլը։ Ու դա է խնդիրը։ Ընդդիմությունը, քանի որ կազմակերպված չի, քանի որ միասնական չի գոնե այդ դաշտի գործողություններում, ընդդիմությունը ինքը իշխանությանը ոչ մի բան չի թելադրում։ Ինքը ուղղակի հետևում է Նիկոլի թելադրած օրակարգերին, Նիկոլի թելադրած նաև ժամանակացույցին։ Ինչ դերակատարում պետք է ունենա վեհափառ հայրապետը։ Վեհափառ հայրապետը այս պահին իրան շատ ամուր, շատ պինդ է պահում, ու ինքը չի կարող անել այն, ինչը պետք է անեն քաղաքական ուժերը։ Այո։
շատ են վեհապարին, օրինակ վեհապարին ասում են, այ սրանք արքալույց արա, այ նրանք արեց արքալույց, հետո ինչ քայլեր հետևեցին դրան։ Կամ ասում են կոչ հղիր։ Հա, օքեյ, կոչ է, բազում կոչեր են հղել։ Ի վերջո, ապրիլի 24-ին անցած տարվա, ապրիլի 23-ին անցած տարվա Ծիծեռնակաբերդում նզով կարդաց Արշակ Սրբազանը։ Արշակ Սրբազանը։ Եվ դա իրեն չներվեց։ Անվանական չէր, բայց դե բոլորին ակնհայտ էր, հա, նկարագրած պարամետրներով, թե ովքեր են այդ նզովքի, այսպես ասած, շահառուները, հա։ Հիմա ինչ արվեց, ընդդիմությունը ինչպես օգտագործեց այդ նզովքի օրակարգը, մի 4-5 օր խոսեցին ու անցավ գնաց, մոռացվեց դա։ Այսինքն լավ, էլ ինչ պետք է անի, ի վերջո հիշենք, հա, որ եկեղեցին դա կրոնական կառույց է, կրոնական ինստիտուտ է։ Հա, Հայաստանում եկեղեցին նաև ազգային ինստիտուտներից մեկն է, եթե չասենք ոչ, այս պահին ամենածանրակշիռ ինստիտուտը, բայց ցանկացած դեպքում չի կարելի քո չարածը գցել եկեղեցու վրա, այսպես ասեմ, թող մի քիչ էլ շատ ուղիղ լինի, բայց ես ասեմ, էլի։ Հայաստանում կան տասնյակ քաղաքական բանտարկյալներ եւ մենք ֆիքսում ենք, որ չկա համակարգված դիմադրություն նաեւ այս հարցում։ Դուք այն անձանցեք, ով հանրային տիրույթում բարձրացրեցիք գոնե քաղաքաբանտարկյալների հարցում միասնական պլատֆորմի հա կամ հարթակի ձևավորման անհրաժեշտությունը։ Հզես ինչու դա չի կայանում։ Ըստ թվում է կան սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ, ի դեպ ասեմ, որ այդ մասին այնուհետև խոսեցին շատ գործիչներ, հա, քաղաքական գործիչներ, Արմեն Աշոտյանը, Իշխանը Սաղաթելյան, պատգամավորներից շատերն են խոսում, իրավապաշտպաններից են այդ մասին խոսում։ Տեսեք, բայց սա այլ տեղից չի շարժվում։ Նախ սա նշանակում է, որ նու, այսպես ասեմ, հա, եթե Նիկոլ Փաշինյանը պատերազմ է մղում ազգային ուժերի դեմ, ընդհանրապես Հայաստանի ու հայերի դեմ, հա, ապա այս կողմից էլ չէ պետք է ինչ-որ պատերազմի պլան լինի, ինչ-որ պատերազմի լոգիստիկա լինի, քաղաքաբանտարկյալների հարցը, այդ լավ որ շատ են ասած չափազանցված կարող է թվա, անունը դնենք քաղաքական պատերազմ, այդպիսի եզրել կա ու լայնորեն կիրառվում է։ Հիմա այդ քաղաքական պատերազմը, որ մղվում է, որն է այս կողմի զորքը, ուրա այս կողմի, խոսքս էլի զինված զորքի մասին չի, հա, քաղաքական իմաստով, այս կողմի զորքը, ուրա, որոնք են այս կողմի զորքի ենթակառուցվածքները, որն է շտաբը այս զորքի, ուրա օպերատիվ վարչությունը, որը պետքա գործողությունները մշակի, գծի տա, հա, ուրա ռազմավարությունը մշակվել է արդյոք այսօրվա օրով ընդդիմադիր տարբեր ճամբարներում իրար 180 աստիճանով հակասող խոսույթներ են, նույնիսկ մի ճամբարի ներսում է երբեմն լինում 180 աստիճանով հակասող խոսույթ, օրինակ ես 3 լսել եմ ընդդիմադիր մի ճամբարի ներկայացուցիչից, որ Նիկոլին հանելը անհնար է։ Ասենք, այդ ոնց եղավ, բայց ձեր գործի անունը ինչ է, բայց ինչի համար եք ստեղ, ինչի է ժողովուրդը ձեզ վստահում, ինչի է ձեզ վստահության քվե տալու։ Ու այս տիպի շատ բաներ կան, էլի, այսինքն նույնիսկ այդ խոսույթները իրար գլխի չի բերվում։ Հիմա ինչա պետք է անելու համար, իրական շատ բաներ կա, շատ կոնկրետ քայլեր կա, որ պետք է արվի։ Օրինակ առաջնային քայլը, օրինակ առաջնային քայլը հանրությանը կրթելն է, որ ինչի է քաղաքաբանտարկյալը խնդիր, որովհետև նիկոլական քարոզչությունը այս 7 տարուց ավել ժամանակամիջոցում մարդկանց գլուխներում մեխել է, որ քաղաքականությամբ զբաղվելը հանցագործություն է, ու տրամաբանական է, որ եթե մարդը հանցագործությամբ է զբաղվում, ու տրամաբանական է, որ եթե մարդը քաղաքականությամբ է զբաղվում, ապա վաղ թե ուշ իրան պետքա բանտարկեն ու դա նորմալ է։ Դե
Նիկոլի դեմա դուս եկե դրա համար է փակել են։ Դա շատերի համար նորմալ է, պետք է բացատրել, որ դա նորմալ չի, որ դա հակասում է ամեն ինչին, ու եթե ինչ-որ մեկը պնդում է, որ ինքը ժողովրդավարության բաստիոն է, չգիտեմ ինչ է, ապա ասենք ակնհայտորեն դա հակասում է։ Այդ ամեն ինչը պետք է մարդկանց բացատրվի։ Այդ բացատրելը, սովորացնելը, այդ սկսած մեդիա արշավից վերջացրած ինչ որ, չգիտեմ, հենց կրթական, հա, գործողություններով, այդ ամեն ինչը օրինակ մի հատ առանձին ռազմաճակատ է։ Քաղբանտարկյալների ընտանիքներին ապահովելը դա մի հատ առանձին ճակատ է, եւ այլն, այդպես ասենք տասնյակ բաներ կա, հա։ Այդ ամեն ինչը մշակելու համար պետք են աշխատանքային խմբեր, որոնք նստեն, զբաղվեն ու իրար մեջքից չխփեն, իրար ոտի տակ չփորեն, իմ ու քո քաղբանտարկյալ չանեն, ասենք շատ է երևում, որ ասենք ամեն խումբ ինչ որ մի հատ կոնկրետ խմբից է խոսում քաղբանտարկյանը։ Եթե միայն սրբազանների հարցում է, որ ընդհանուր խոսույթ կա, բայց ստեղ էլ խնդիր կա, որ ոչ էլի բոլորն են, օրինակ սրբազաններից խոսում։ Հա, աբսուրդ է, բայց այդպես է։ Մի խոսքով, առաջին հերթին դա գիտակցությունն է, պետք է հասկանալ, որ այն սովորական քաղաքականությունը, որ կար մինչև 2018, որ կային կուսակցական շահեր, չգիտեմ ինչ, այդ այն պետք է դնել մի կողմ, որովհետև այսօր ոչ թե քաղաքական պայքար է, այլ մեծ հաշվով գոյաբանական պայքար է։ Հիմա երբ որ մենք ասում ենք, որ Արցախը կորցնելու իրական վտանգ կա, ձեռ էին առնում մեզ։ Հիմա ես ասում եմ, հա, որպես այսպես ասած կասանդրա, որ ինչ չեն լսում, հա, Հայաստանը կորցնելու, Հայաստանը հայերի բռնի տեղահանման Հայաստանից շատ մեծ ու շատ իրական ու շատ մոտալուտ վտանգ կա։ Այս ամեն ինչում չի կարելի շարունակել ապրել այնպես, այդ հին նորմալության մեջ, հա, դա արդեն ինքնախաբեություն է։ Դա եւ մենք ինքներս մեզ ենք խաբում եւ հանրությանն ենք խաբում։ Երբ որ ներկայանում ենք այնպես, որ դե հա նորմալ է, դե քաղաքական պայքար է։ Քաղաքական պայքար չի, գոյաբանական հարց է ստեղ։ Եթե մենք դա չենք հասկանում, ուրեմն մենք դատապարտված ենք։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Իմ հյուրներ վերլուծաբան Կարեն Վարդանեսյանը, ԶՍՏ Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։